Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, սրտանց ասենք փառք մեր Տիրոջը այս Սուրբ Կիրակի օրվա համար, որ Աստված որպես հանգստի օր շնորհել է ամբողջ մարդկությանը եւ անասուններին անգամ, որ մարդը գտնի հանգստություն։ Եղբայրներ, քույրեր, ես պիտի կարդամ Առակաց 14-րդ գլուխ 12 խոսքը։ Առակաց 14-12 Ճանապարհ կա, որ մարդուն շիտակ կերևա, բայց անոր վաղճանը մահվան ճամփաներեն է։ Առակաց 14-12 Ճանապարհ կա, ճամփա կա, որ մարդուն շիտակ կերևա, բայց անոր վաղճանը մահվան ճամփաներեն է։ Այս նույն խոսքը կրկնվում է նաև Առակաց 16-րդ գլուխ 25 խոսքում։ Սրանով շեշտելով այդ խոսքի կարևորությունը, որ երկու անգամ է կրկնվում։ Ճամփա կա, որ մարդուն շիտակ կերևնա, 16-25-ն ասել, բայց անոր վաղճանը մահվան ճամփաներեն է։ Հիմա սիրելի եղբայրներ, քույրեր, ինչու է այն ճանապարհը, որ մահվան է տանում, այդ ճանապարհը ինչու է մարդուն շիտակ թվում։ Ինչն է պատճառը, որ այդ ճանապարհը մարդու համար շիտակ է թվում։ Ինձ թվում է պատճառը պարզ է, որովհետև մարդը, երբ որ ծնվում է մեղքով, մեղքի ու մահվան օրենքի մեջ, մարդու մտածելակերպը օրենքի մտածելակերպ է, եւ այդ օրենքի սահմաններից, օրենքի լծի տակից նա չի կարող դուրս գալ, եւ նա այդպես էլ պիտի մտածի։ Եվ ինչն է մարդու համար աղեկը, այդպիսի մարդու համար, որը բոլորս ենք այդպես եղել, ծնվել ենք մեղքով, այդպիսի մարդու համար մեղքով ծնված եւ այսօր աշխարհի բոլոր մարդկանց համար, ովքեր որ Հիսուսին չեն ճանաչում, ինչն է նրանց համար աղեկ համարվում, լավ համարվում։ Բնական է իրանք ասենք կուզենան, որ ունենան լավ տուն, լավ ընտանիք եւ այլն, լավ մեքենաներ, հարստություն, փառք, եթե 1 միլիարդ ունես, 2 միլիարդ, 5 միլիարդ եւ այլն, ասենք մի խոսքով մարդու համար դրանք թվում է աղեկ ճանապարհ, բայց անոր վաղճանը մահվան ճամփաներեն է։ Ինչի համար, սիրելիներս, որովհետեւ դա մարդուն ընդամենը թվում է, մարդը չի հասկանում, մարդը որ գտնում այդ օրենքի տակ, մարդը գտնում այդ հպարտության ներքո, իր հոգու աչքերը փակ է եւ ապագան չի տեսնում, եղբայրներ, քույրեր։ Բայց այդպիսի մարդուն շատ հաճախ Աստծո խոսքը ասում է, որ հանկարծ կորուստ պիտի լա, ու մարդը չգիտի թե որտեղից եկավ Ամոսի մարգարության մեջ։ Մի խոսքով, եղբայրներ, քույրեր, ճանապարհը, որ դու տեսնում ես աղեկ, պատճառը նա է, քո մտածելակերպը, որ դու ձեռք ես բերել Ադամից ձեռք բերած մտածելակերպով մարդկանց համար այս աշխարհի ունեցվածքը, աշխարհի փառքը իրանց համար աղեկ ճանապարհ է, բայց հոգևոր մարդու համար, նա որ ճանաչում է Հիսուսին, նրա համար այդ ճանապարհը մահվան ճանապարհ է, այդ ճանապարհը տանում է վաղճանի։ Դրա համար սիրելի եղբայրներ, քույրեր, մենք փառք տանք մեր Տիրոջը, որ Տերը մեզ լուսավորել է։ Հիսուս ասեց. Ես եմ աշխարհի լույսը, Հովհաննես 14-րդ գլուխ 46 խոսք։ Ես եմ աշխարհի տնօրություն 12:46։ Ես եմ աշխարհի լույսը, ան որ կարդամ ուղղակի ավելի ճիշտ կլինի, Հովհաննես ավետարան 12-րդ գլուխ 46 խոսքը, այսպես ասում։ Իսկ դրանից վերև միտեղ էլ կկարդամ Հովհաննես ավետարանի մեջ, այդ նույն գլխի մեջ միտեղ էլ էի ուզում կարդամ, Հովհաննես ավետարանի ուրեմն 12-րդ գլուխ, սա պիտի կարդամ ես ուրեմն բան է։ Տասներկուերորդ գլուխ 46 խոսքը։ Ես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ով որ ինձի հավատա, խավարի մեջ չմնա։ Այսինքն, մինչև իրան հավատալը, ովքեր որ չեն հավատում, դրանք խավարի մեջ են։ Խավարի մեջ գտնվող մարդը
Ինչպես պիտի ճանաչի, ես ինչ ճանապարհ է, սուրա գնում, ուրա տանում։ Խավարի մեջ գտնվող մարդը մի քայլ անի, հետո վայր կգնի։ Ես ասենք հիշում եմ, ասենք այն մութ տարիները, ասենք տուն էի գալիս, դե մութը չէր երևում։ Մոտս կպավ, մի հատ բարձր մի բան էր, խար էր, թե ինչ էր, ընկա ու բերանից վրա վայր ընկա, որտեղ չէի տեսնում այդ բանը։ Այո, այդպես է, խավարի մեջ գտնվողը չգիտի թե ոնց է գնում, ինչ կա իր առաջ։ Բայց ես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ով որ ինձ հավատա, խավարի մեջ չմնա։ Հիմա վերևից եմ ուզում մի տեղ էլ կարդամ, ուրեմն իշխանները ասում է, շատ իշխաններ հավատացին Հիսուսին։ 42 խոսքն եմ ուզում կարդամ։ Այսուամենայնիվ նույն 12-րդ գլուխ 42 խոսքը Հովանու ավետարան 42 եւ 43 խոսքերը։ Այսուամենայնիվ իշխաններն շատեր իրեն հավատացին, բայց փարիսեցիներուն համար զանիկա չէին դավաներ, որպեսզի ժողովարդներն դուրս չձգվին, մասի մարդոց փառքը Աստծո փառքեն ավելի սիրեցին։ Ուրեմն շատերը իշխաններից շատերը հավատացին Հիսուսին, բայց ինչ արեցին, նրանք չդավանեցին։ Ուրեմն կարելի է հավատալ, բայց չդավանել։ Այսօր շատերը կան, որ հավատում են, բայց իրանց հավատքը չեն դավանում։ Եթե դու չես դավանում, ի՞նչն է պատճառը, որտեղ Աստծո փառքը, որտեղ մարդկանց փառքը Աստծո փառքից ավելի է սիրում։ Բայց նա որ դավանում է, նա փրկություն է գտնում։ Իսկ Հռոմեացիս թղթի մեջ կարդում ենք 10-րդ գլխի մեջ, որ ասում է, որ ուրեմն, բացի եթե 9-րդ համարից, բացի եթե քո բերանովը Հիսուսը Տեր խոստովանես ու քո սրտիդ մեջ հավատաս, թե Աստված զանիկա մեռելներ են հարուց, պիտի փրկվես։ Նախ հավատաս, հետո սրտիդ մեջ հավատաս եւ հետո ինչ անես, դավանես, որ Հիսուս խոստովանես, քո հավատքը խոստովանես, պիտի փրկվես։ Ուրեմն նախ հավատալ եւ խոստովանել։ Որտեղ սրտով հավատում է մեկ արդարանալու ու բերանով կխոստովանի փրկվելու համար։ Սրտով հավատում է մեկ արդարանալու։ Ուրեմն նշանակում է սիրելիներս հավատն է, որ մարդուն արդարացնում է։ Առանց հավատքի մարդը ինչքան էլ ասում ենք արդար մարդ է, լավ էր ապրում, ես ոչ մեկին վատություն չունեմ, այո, բան չունեմ ասում, դա աշխարհի մեջ է արդար, բայց իրական արդարությունը դա կապ չունի աշխարհի արդարության հետ։ Իրական արդարությունը դա հիմնված է Հիսուս Քրիստոսի հավատքի վրա։ Դրա համար ես ուզում եմ կարդալ ուրեմն Եսայի մարգարության մեջ 56-րդ գլխից առաջի համարը, Եսայի մարգարություն 56-րդ գլուխ առաջի խոսքը։ Տերը այսպես կսե. իրավունքը պահեցեք եւ արդարություն եք, քանզի փրկությունը զգալու եւ արդարությունս հայտնվելու մոտ է։ Նորից եմ կարդում, Տերը այսպես է ասում. ուրեմն իրավունքը պահեցեք եւ արդարություն եք, քանզի փրկությունը զգալու եւ արդարությունս հայտնվելու մոտ է։ Շատ հետաքրքիր է, եղբայրներ քույր, այստեղ ինչ ասեմ։ Մի կողմից ասում է իրավունքը պահեք, արդարություն արեք, բայց մյուս կողմից ինչ ասում, քանզի փրկությունը զգալու եւ արդարությունս հայտնվելու մոտ է։ Այսինքն դեռ արդարությունը դեռ չի հայտնվել։ Եսայի մարգարեի ժամանակ Եսային ինքն է Աստծո բերանից խոսում եւ ասում է իմ արդարությունը հայտնվելու մոտ է։ Այսինքն դեռ չի հայտնվել այն արդարությունը, որ Աստծո արդարությունն է, բայց մոտ է հայտնվելու, մոտ է, ժամանակը կգա, այդ արդարությունը դա Քրիստոսն էր եւ ամեն ով որ Քրիստոսին հավատում է, այդ հավատքի հիման վրա արդարանում է, եղբայրներ քույրեր։ Դրա համար հարցը սրանում է կայանում։ Հիմա տեսեք, շատ հետաքրքիր մի բան է։ Եթե ասենք վերցնենք օրինակի համար երկու դեպք վերցնենք Աստծո խոսքից։ Ես հիշենք Հեսուի գրքից Ռախաբին։ Ռախաբը սիրելի եղբայրներ քույրեր, ինքը մի անառակ միազնավորություն էր Երիքո քաղաքից ու լսել էր, որ հրաները, ասենք, գալիս են, պետք է գան Երիքովը գրավել։ Ու երբ որ լսեց լրտեսներին իր տուն ընդունեց եւ այսպես է ասում երկրորդ գլուխ 11 խոսքից։ Ուստի այս բանը լսածներուց պես սիրտներից հալեցավ ու ձեր երեսեն վախնալուց համար մեկուն վրա համարձակություն չմնաց, քանզի ձեր Եհովա Աստվածը վերը երկինքի մեջ ու վարը երկրի վրա Աստվածը անիկա է։
Հիմա Աղաշեմ Տիրոջով երթում եք ինձի, որ ես ձեզ ողորմություն նելուց համար դուք հալ իմ հորս տանը ողորմություն ունեք եւ ինձ ճշմարիտ նշան մտեք, որ իմ հայրս, մայրս, եղբայրներս, քույրերս ու բոլոր անոց վերաբերյալները ոչ պիտի թողեք եւ մեր անձը ավանի պիտի ազատեք։ Ինչքան վստահություն ուներ արդեն, ինչքան հավատք ուներ, որ հրեաները պիտի գան, պիտի գրավեն եւ ինչ պիտի անեն։ Եվ անգամ ոչ թե միայն իր մասին էր մտածում, այլ իր ընտանիքի մասին էր մտածում։ Խոսք տվեք, որ դուք իրանց ոչ կթողեք։ Հիմա տեսեք, այս բանի Ռախաբի համար, որ ինքը անառակ միասնավորություն էր, եւ նաեւ եթե նայենք այդ Երիքովի փշտամի էր ինքը, որովհետեւ Երիքով քաղաքի բանը, Երիքով քաղաքին ճշտամություն էր, լրտեսներին ընդունեց եւ ճանապարհ դրեց։ Չէ՞ որ ասենք դա համարվում է պետական դավաճանություն։ Բայց տեսեք եղբայրներ քուրեր, այս նույն Ռախաբը, երբ որ մեկ էլ մի ուրիշ օրինակ էլ բերեմ, խաչի վրայի ավազակը։ Այն խաչի վրայի երկու ավազակներից մեկը, երբ որ ասենք խաչվում էին Հիսուսի հետ, ինչ ասեց ուրեմն այդ ժամանակ այդ ավազակներից մեկը չկախված ուրեմն Եսայի Ղուկասի ավետարանի 23-րդ գլուխ 39 խոսքից։ Եվ այն կախված չարագործներից մեկը հայություն կներ անոր ուսեր, եթե դու Քրիստոսն ես, ազատե ու քո անձը տալ մեզիալ։ Իսկ մյուսը պատասխան տվեց Սանիկա անդեմալսա, դու Աստծուց մեջ ես վախնար, որտեղ այն նույն դատապարտության մեջ ես, ու մենք իրավունքով, քանզի ահա մեր արասներուն արժանավոր հատուցումը կառնենք, բայց ասիկա գեշ բանը չրավ, եւ սա Հիսուսի Տեր, հիշես, երբ քո տակավորությունը վտգաս, եւ Հիսուսը լսավ անոր, ճշմարիտ կսեմ քեզի, դու այսօր ինձի հետ դրախտին մեջ պիտի լաս։ Հետարքիր ասյաներս, եթե այս երկու ազնվորությունները տեսնեք, մեկը անառակության մեջ էր խորացած, մեկն էլ այդպես չարագործության մեջ էր խորացած։ Բայց այս երկուսն էլ ասենք հավատացին Աստծուն, թե Ռախաբը հավատաց Աստծուն, եւ թե ուրեմն այս չարագործը հավատաց։ Նրանց աչքերը բացվեցին հոգեոր, նրանք խավարից սկսեցին տեսնել, եւ ինչ կատարվեց իրեններս։ Այդ ժամանակ մենք կարդում ենք Հակոբոսի թղթի մեջ, որ եւ Պողոս Արաքյալ եւ Հակոբոս ասում որ Ռախաբը փրկություն գտավ եւ խաչվի վրա ավազակը այդ օրը ասեց Հիսուս դրախտում մեջ գլես։ Այսինքն Ռախաբը ելնելով այդպիսի մի անառակ ազնվորություն, բայց իր հավատքի պատճառով արդարացավ եւ գտավ փրկություն։ Հիմա եկեք հարց տանք միած եղբայրներ քուրեր։ Եթե միայն Ռախաբին տանեինք կամ այդ չարագործին տանեինք երկրավոր դատարան ու դատարանը որոշեր, ասենք ինչ անել այս մարդկանց։ Ինչ է կարծում, երկրավոր որևէ դատարան կարդարացնել Ռախաբին։ Հա, ո՞նց եք մտածում։ Թե կդատեր։ Բնականա կդատեր, չէ՞։ Ոչ մի երկրավոր դատարան չէր արդարացնի ոչ Ռախաբին, ոչ էլ այդ չարագործին։ Բայց երկնային դատարանը ինչ արավ։ Արդարացրեց, որովհետև նա հավատաց Հիսուսին, հավատաց Աստծուն եւ այդ հավատքի հիման վրա կատարեց գործողությունը, հավատքի հիման վրա խոստովանեց իր հավատքը, դավանեց իր հավատքը իր պրակտիկ գործնեությամբ։ Սիրելի եղբայրներ քուրեր, այո, հավատքը դա ունի զորություն, հավատքը մարդուն արդարացնում է, հավատքը մարդուն կանգնեցնում է ոչ թե դատվելու, այլ հավատքը մարդուն տանում է դեպի երկինք, եղբայրներ քուրեր, հավատքով մենք կենդանի ենք դառնում, ասենք փառք Տիրոջը։ Ուրեմն դրա համար սիրելիներս, ես ուզում եմ հիշեցնել միտեղ, որ նաև հավատքը մեզ ինչ է անում, հավատքը գրած է հաղթում ում, հավատքը հաղթում է աշխարհին, հավատքը հաղթում է աշխարհին։ Հիմա տեսեք, ես ուզում եմ մի Պերգամոնի եկեղեցուց 7 եկեղեցիներին էլ ուղղված խոսք ունի, Աստծո խոսքը, բայց Պերգամոնի եկեղեցուն ես ուզում եմ կարդալ ուղղակի ոչ թե բոլորը խոսել, այլ ուղղակի վերջում, թե ինչ է ասում Պերգամոնի եկեղեցուն։ Հայտնության գրքի մեջ կարդում ենք հետևյալը, որ Պերգամոնի եկեղեցուն այսպես է ասում։ Ուրեմն, եւ Պերգամոնի մեջ եղած 12 խոսքից, ուրեմն երկրորդ գլուխ հայտնության 12 խոսքից, եւ Պերգամոնի մեջ եղած եկեղեցու հրեշտակեն գրի այսպես կսյանիկա որ սրած երկբերան սուր ունի, գիտեմ քո գործերը եւ թե ուր կբնակես սատանայի աթոռին նստած տեղը։
ու իմ անունս կպահես եւ իմ հավատքս չուրացար այն օրերը անգամ, որ Անտիպաս իմ հավատանին վկա սպանվեցավ ձեր մեջ, ուր սատանա կմնակի։ Բայց քեզի դեմ քիչ մի բան ունի, որ Բաղամի վարդապետություն բռնողներ ունիս, որ Բաղագի սորվեցուց Իսրայելի որդերուն արժև գաթանքություն դնել, որպեսզի անոն կուրքերու զովասները ուտեն եւ պոռնկություն ունեն։ Այսպես դու Նիկողայացոց վարդապետությունը բռնողներ ունիս, զոր ես կատեմ։ Ուստի ապաշխար է, եւ եթե ոչ շուտով կգամ, քեզի ում բեռնից սրովը պիտի պատերազմիմ անոնց հետ։ Հիմա տեսեք, այստեղ ինչ ասում, 17 խոսքից, ան որ կհաղթի, ան որ ականջունին թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցներուն, ով որ կհաղթի, պահված մանանային ուտել պիտի տամանոր, ու ճերմակ խիչ մի պիտի տամանոր, եւ այն խիչին վրան նոր անունը գրված, զոր մեկը չգիտեր, բայց միայն այն, որ կընդունի։ Նա որ կհաղթի, ինչ պիտի անեմ, նախ առաջին ասма, բոլոր եկեղեցներուն վերջում ասма, նա որ ականջ ունի թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցներուն։ Ոչ թե մարդը ինչ կասի եկեղեցներուն, հոգին ինչ կասի։ Դրա համար շատ դեպքերում սիրելիներս մեր քարոզները ոչ թե հոգուց է, այլ մեր մարդկային ունակությունից է, եւ այդ քարոզները ոչ մի հոգուց չեն տալի, բայց այն քարոզը, որը հոգուց է բխում, այդ քարոզն է, որ կարող է ինչ անել մարդու սիրտը փոխել։ Հիմա տեսեք, այստեղ ասում է, ան որ կհաղթի, ինչ պիտի անեմ, պահված մանանային ուտել պիտի տամանոր, ու ճերմակ խիչը պիտի տամանոր, եւ այն խիչին վրա նոր անունը գրված, որ մեկը չգիտեր, բայց միայն ան որ կընդունի։ Նա որ կհաղթի պահված մանանային ուտել պիտի տամանոր։ Այդ ինչի մասին է խոսում այդ պահված մանանան։ Երբ որ մենք կարդանք Գելիս գրքի 16-րդ խոսքում, եթե չեմ սխալվում 32 թե 33 համարներն է, կարդանք այդտեղը։ Ուրեմն Ելից 16-րդ գլխի մեջ այդ ժամանակ, երբ որ մանանան իջնում էր եւ Իսրայելը մանանայով կերակրվում էր, այդ ժամանակ Աստված ասեց Մովսեսին, ահա ես կարդամ այդտեղը։ Եվ Մովսես սավ Ահարոնի, սափոր մար ու անոր մեջ օմեր լեցուն բանանա դիր, եւ զանիկա ձեր ազգերուն մեջ պահվելու համար Տիրոջ արշև դիր։ Ինչպես Տերը Մովսեսի պատվիրեց, այնպես Ահարոն վկայության արշև դրավ զանիկա, որպես պահվի։ Ուրեմն Աստված պատվիրել էր Մովսեսին, Մովսեսն էլ Ահարոնին ասեց, որ մի սափոր, ոսկուց սափորի մեջ մանանան դրեցին, մեկ օմերը 20-ից 22 լիտր ամոտարապես։ Ուրեմն այդ մանանան դրեցին բանի մեջ, այդ ոսկե սափորի մեջ, ու ասին, որ պահվի այդ մանանան։ Այդ մանանան մինչև այսօր չկա, պահված է այդ մանանան։ Բայց այդ մանանան երբ պիտի հայտնվի, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը գա, այդ մանանան պիտի հայտնվի եղբայրներ։ Եվ այդ մանանանով է, այդ մանանան ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, որ պահված է այսօր Իսրայելի աշկերից։ Եվ այդ մանանան պիտի ասում նրան մանանա պիտի տամ ուտելու, այսինքն Քրիստոսը պիտի ուտի։ Հիսուս ասեց, ես եմ կենաց հացը, ան որ ինձի կհավատա, պիտի թեև մեռնի պիտի ապրի։ Ես եմ կենաց հացը, ձեր հայրերը մանանան կերան, բայց մեռան, իսկ այն խոսքը որ ես ձեզ պիտի տամ հավիտենական կյանքի համար է։ Ուրեմն եղբայրներ քույրեր, այդ մանանան, որ Աստված խոստանում է, այսինքն նոր հաղթում է Հիսուսի հետ, այդ մանանան պիտի ուտի, այսինքն Հիսուս հետ պիտի հաղորդակցվի, կյանքի ծառի հետ պիտի հաղորդակցվի, այդ մանանայից պիտի օգտվի, եւ այդ մանանան վերջի ժամանակներում պետք է հայտ մինչև հիմա պահված է, ով ոչ ոք չգիտի թե որտեղ է։ Կարծեմ բանը Եսայի մարգարության մեջ է, որ Եսայի մարգարեն այդ տարավ պահեց Նաբավ լեռան վրա մի տեղ պահել, մինչև հիմա չկա այդ մանանան, այդ սափոր, բայց այս ժամանակ պիտի հայտնվի։ Եվ շարունակության մեջ ինչ ասում, ու ճերմակ խիչ պիտի տամանոր, եւ այն խիչին վրա նոր անունը գրված, որ մեկը չգիտեր, բայց միայն ան որ կընդունի, եւ ճերմակ խիչ պիտի տամ։ Այդ ինչ այդ ճերմակ խիչը։ Խիչի կամ գրածա քար, ճերմակ քար պիտի տամ։ Ճերմակ քար այն ժամանակ դատավորները այդպես էին բանանում, կամ իրանց մոտ սպիտակ քար էր, կամ սև քար էր։ Սև քարը նշանակում էր, որ բանա, դատվելու է, պիտի պատժվի։ Սպիտակ քարը նշանակում էր, որ պետք է ազատվի։ Հիմա ասում է, նա որ կհաղթի, ճերմակ խիչ պիտի տամ, այսինքն սպիտակ քար պիտի տամ, այսինքն պիտի հռչակվի նրա ազատությունը, եւ նա ինչ պիտի անի, այն խիչին վրա նոր անունը գրված, որ ոչ մեկը չէր կարող կարդալ։ Այդ անունը միայն ինքը
Տեր Հիսուս Քրիստոս եւ ինքն գիտի։ Չէ՞ որ անունը երբ որ փոխում ես, դա հենց այնպես չեն փոխում։ Ինչի Աբրահամին ասեց Աբրահամ լինի քո անունը, ինչի Հակոբին ասավ քո անունը լինի Իսրայել։ Ինչի համար։ Դրանք այդպես Սիմոնին ասեց, Պետրոսին ասեց քո բանը, Սիմոնին ասեց Պետրոս, չէ՞ որ դու վեմ ես եւ քո վրա դի շինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները դի չհաղթեն։ Այսինքն անունը որ փոխվում է մարդու Հիսուսը տեսնում է մարդու բնություն եւ փոխում է նրա անունը։ Ուրեմն այդ մարդու բնությունը փոխված պիտի լինի, որ պիտի իմանա միայն Տերը, ան որ կհաղթի։ Ուրեմն եղբայրներ քուրեր, այնպես չի որ մենք բոլորս հիմա հաղթող ենք, ոչ։ Ուրեմն դրա համար պիտի ինչ անենք։ Սրտով հավատանք, բերանով խոստովանենք մեր հավատքը, դավանենք մեր հավատքը, որովհետեւ շատերը կան հավատացին, բայց չդավանեցին, որովհետեւ մարդոց փառքը Աստծո փառքն ավելի սիրեցին։ Ուստի եղբայրներ քուրեր, հիմա դու ինչքան էլ ուզում անկած լինես, սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ, ինչքան էլ անկած լինես, ինչքան էլ հեռացած լինես, ինչքան էլ խորը անդունդի մեջ լինես, կանչիր Հիսուսի անունը ու կտեսնես, ինչպես որ նա փրկեց Ռախաբին, նա փրկեց այդ շարագործին, այնպես էլ քեզ կփրկի եւ քեզի էլ նոր անուն կտա, որ քո անունը կգրի կենաց գրքի մեջ։ Փառք Տիրոջը դրա համար։ Չկա այնպիսի մի վիճակ, որ մարդը ձգտի Քրիստոսին, ուզենա Քրիստոսին եւ այդ բանը չստացվի։ Այդպիսի բան հնարավոր չի։ Ես եղբայրներ քույր, բայց այսօր շատերս կան, որ մի տեսակ թմրած ենք, թառամած ենք, կարծես թե մեր մեջ այդպես բան չկա։ Ուրեմն երկու օր առաջ, երբ որ առավոտ աղոթք էի անում, Տերը այսպես մի բան խոսեց ինձ հետ, էլի, ասեց նայ, տես բույսերը, որ երբ որ բան են անում, ջուր որ չկա, դες թառամում են, գլուխներս են ծռում են, արդեն քիչ էլ որ չլինի, արդեն կչորանան կգնան, բայց որ ջուրը լցնում ես ինչ ալու, որ ջուրը լցնում ես սկսում է աշխուժանալ, չէ, սկսում է կյանք ունենալ։ Եղբայրներ քուրեր, մեզանից շատերս միգուցե այդպիսին ենք, որ կյանքի ջուրը դեռ չենք խմել, ամեն օր չենք խմում, գնալով թառամում ենք, բայց բավական է որ դու կենթանի ջուրը խմես եւ քո մեջ նոր կյանք կգա։ Դրա համար մենք կարդում ենք Երեմիայի մարգարության մեջ, որ Երեմիա մարգարեն այսպես է ասում, ես ուզում եմ կարդամ այդտեղը։ Երեմիա 15:16 Ես քո խոսքերդ գտածից պես զանոնք կերա եւ քո խոսքը իմ սրտից ցնծություն եւ ուրախություն եղավ։ Անսի քո անունը իմ վրաս կոչված է։ Սրտից ցնծություն եւ ուրախություն եղավ։ Ինչ եղավ ցնծություն։ Խոսքը ընդհանրեն երբ որ ներս է մտնում, մարդու սիրտը ցնծում է, մարդը ուրախանում է, եղբայրներ քուրեր, կենթանի ջուր է ստանում։ Ասենք փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր։ Ուրեմն թող Աստված օգնական լինի, որպեսզի մենք մի բան հասկանանք, որ Աստված մեզ իրոք սիրում է, եղբայրներ քուրեր, բայց դատարկ բաների վրա մեր հույսները չդնենք, որովհետև հավատքը դա պրակտիկ կյանք է։ Պրակտիկայում դու պետք է քո հավատքը դավանես, ոչ թե միայն հավատաս, սրտիդ մեջ հավատաս, այլ բերանով խոստովանես, այսինքն դավանես քո հավատքը, այսինքն ժողովուրդը պետք է տեսնի, որ դու հավատքի մեջ ես, որովհետև մարդիկ հիշում եք Հովհաննես 12-րդ գլխի մեջ 22 համարից կարդում ենք, որ հեթանոսներից մարդիկ էին եկել եւ ուզում էին տեսնել Հիսուսին։ Նրանք գնացին տեսան Փիլիպոսին, Փիլիպոսն էլ Հոլիոս Անդրեասի հետ Հիսուսին տվեցին այդ նամակը։ Եվ Հիսուսը այդ ժամանակ ասեց. «Փառավորվեցավ, հիմա փառավորվեցավ մարդու որդին, Աստծո որդին»։ Ես կարդամ այդ տեղը, որպեսզի ավելի դիպուկ լինի։ Հովհաննես ավետարանի 12-րդ գլխի մեջ կարդում ենք, որ ասում է. «Եվ հոն քանի մը հույներ կային 20 համարից եւ տոնին երկբարություն ունելու եղողներուն։ Ասոնք Փիլիպոսի եկան Գալիայի Բեցայդայներ, կաղաչեին անոր գսեին. Տեր, կուզենք Հիսուսը տեսնել։ Ուզում ենք մենք Հիսուսին տեսնել, թե չենք ուզում։ Շատերը գալիս են եկեղեցի, ուզում են Հիսուսին տեսնել, ոչ թե մեզ տեսնել, այլ Հիսուսին տեսնել։ Բայց ոչ պիտի տեսնեն Հիսուսին։ Եթե մեր մեջ այդ լույսը չլինի, եթե մեր մեջ այդ լույսը չլինի, եթե մեր պրակտիկ կյանքը չերևա եւ քրիստոնեական որպես կյանք, ինչպես պետք է Հիսուսին տեսնեն։ Ուրեմն ոչ թե Հիսուսին կտեսնեն, այլ եկեղեցին կարող է ծածկի Հիսուսին։ Դրա համար մենք շատ չողջևորվենք, եղբայրներ քուրեր, որ մենք հաղթողներ ենք, որ մենք այսպես ենք, այնպես ենք, ոչ։ Դա ցույց է տալիս քո պրակտիկ կյանքը, քո իրական վիճակը ինչպիսին է։ Դրա համար Հիսուսն էլ պատասխան տալուն ժամանակը հասավ, որ փառավորվի որդի մարդուն։ Ճշմարիտ կսեմ ձեզ, եթե ծորենի հատը հողին մեջ ինալով չմեռնի, ինքը մենակ կմնա, ապա եթե մեռնի, շատ արդյունք կբերի։
ուրեմն խոսում էր իր մահվան մասին, իր հարության մասին եւ համբարձման մասին։ Եթե չմեռնի մենակ ամնալու։ Եթե մենք այս աշխարհի համար չմեռնենք, եղբայրներ քուրեր, մենք էլ մենակ կմնանք։ Ուստի մեր հոգու աշկերը թող բացվի, այն որ սկզբից ասեցի, որ ճանապարհ կա, որ մարդուն շիտակ է թվում, բայց անոր վաղճանը մահվան ճանապարհն է։ Փոխենք մեր ճանապարհը, եթե մինչև հիմա մենք մեր հույսը, մեր բանը դրել ենք, ասենք, այս աշխարհի վրա, եկեք միանգամից փոխվենք, եղբայրներ, աշխարհը մեզի ոչինչ տալ չի կարող։ Երբ որ մեռանք գնացինք, ինչ ենք տանելու։ Մի կտոր չոր տախտակ ենք տանել, ուրիշ բան էս աշխարհից չենք տանելու։ Բայց նա որ արդարացած է, նա տանելու է իր հետ արդարության գործերը, ասենք փառք Տիրոջը, եւ երկնային դատարանը երբեք չի դատելու քեզ։ Փառք Տիրոջը, երկնային դատարանը քեզ արդարացնելու է քո հավատքի պատճառով, որ դու հավատացիր ու դավանեցիր, որ Հիսուսն է Տերը։ Ասենք փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր։ Եկեք կանգնենք աղոթքի, խնդրենք Տիրոջ ողորմությունը։ Հիմա տեսեք, եղբայրներ քուրեր, այսօր իրոք կան մարդիկ, որոնք մարելու վրա են, չէ՞, ինչպես ասում է, մարելու վրա են, Սուրբ Հոգին մարելու վրա եւ Սարդիկը եկեղեցի մեջ էլ կար, բայց բավական է կենաց ջուրը լցնես, ջուր տաս եւ նրանք կսկսեն աշխուժանալ։ Հիմա եկեք խնդրենք Տերը այդ կենաց ջուրը այսօր տա ամեն մարած հոգու, որպեսզի ինքը թող իր համար աղոթի, որ ուտի այդ խոսքը եւ իր սրտում ցնծություն եւ ուրախություն լինի։ Աղոթ կանենք սրա համար։